Ես սկզբից կշեղվեմ խնդրից, հետո մի փոքր նաև կանդրադառնամ խնդրին, պարզապես երեք հնարավորություն չունեցա, բայց դրան արձագանքել հնարավոր չէր։ Երբ որ պարոն Դանիելյանը այս ամբիոնից փորձում էր պնդել, որ իրանք պայքարել են մինչև 18 թիվը, որ իրանք պայքարել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, որ իրանք պայքարել են Սերժ Սարգսյանի օրոք, մի պահ այն հնդկական ֆիլմերի մեջ որ լինում է, որ կորցրած եղբորն են գտնում, ուզում էի աշկերս լցրած տեղիցս գորայի եղբայրս, բայց հետո երբ որ մի քիչ ավելի հիշողությունս լարեցի, հասկացա, որ իրեն ոչ միտեղ չեմ տեսել եւ ոչ մի ակտիվ գործունեությունում առնվազն իր դեմքը ինձ ծանոթ չի, բայց պարոն Դանիելյան մարդու իրավունքներից, խտրականությունից եւ մնացածից խոսելուց նախ առաջին հերթին պետքա դուք մանտրայի պես կրկնեք, թե ով է ձեր առաջնորդը։ Ճիշտ է, առայժմ դեռ պարզ չի, թե դաշնակցականներն են քոչարյանական, թե Քոչարյանն է դաշնակցական, մենք այդ հետագայում իսկույն գոնե պարզ կլինի մի օր, բայց դրանով արժեքները չեն փոխվում։ Ես ուզում եմ ասել, թե դուք այդքան պայքարող եք, օրինակ հիշում եմ դեպք, երբ որ Ռուբեն Հայրապետյանի ռեստորանում սպանվեց ռազմական կարծեմ բժիշկը, քաղաքասարակությունը հասավ նրան, որ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրեց, այդ ձեր սիրած Սերժի օրոք էր։ Երբ որ սպանվեց ձեր կուսակցական ընկերը, այդ ձեր պայքարի արդյունքում ինչի հասակ, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք մի քիչ ավելի դժվար էր ու ոչինչի հասնել հնարավոր չէր։ Երբ որ խոսում եք խտրականությունից, երբ որ խոսում եք թիրախավորումից, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ թիրախավորումն ու խտրականությունը երևի զբաղացնում են ձեր սիրելի Բագրատ Գալստանյանի եւ Աչապահյանի խոսքի 90%-ը։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, թե ինչպես է Բագրատ Գալստանյանը թիրախավորում քաղաքական գործիչների կանանց, քույրերին, ինչպես էր Աչապահյանը իր խոսքում թիրախավորում ընդհանրապես բոլոր կանանց, պնդելով, որ կնոջ խոսքի մեջ հիմարությունը դա նորմա է, այսինքն կնոջ դեպքում հիմարությունը ասելը դա նորմա է։ Իրականում դուք խոսում եք նաև խտրականությունից, դուք խոսում եք մարդու իրավունքներից, խոսում եք կնոջ հանդեպ խտրականությունից։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ երբ որ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հենց խտրականության եւ ատելության խոսքի մասին քննարկում էր գնում, դուք բարեհաճել եք այդ քննարկմանը միջազգայինների հետ իմիջիալոց, դուք բարեհաճել եք այդ քննարկմանը մասնակցել ձեր օգնականների մակարդակով, որոնք նույնիսկ տեղեկացված չէին, թե ներանձնային վիրավորանքը ինչով է տարբերվում, օրինակ թիրախային խմբի հանդեպ խտրականությունից եւ այլն։ Ու մի քիչ չի նայվում, երբ որ Ռոբերտ Քոչարյանն իրենց առաջնորդ հայտարարած ուժը գալիս է այստեղից ու խոսում է խտրականությունից, խոսում է թիրախավորումից, խոսում է մարդու իրավունքներից։ Հիմա մի փոքր էլ նաև թվայնացման գործընթացի հետ կապված, որովհետև կիբերանվտանգության հետ մեկտեղ այստեղ անընդհատ զուգահեռ գնում է ընդհանուր պետական թվայնացման մասին խոսքը։ Ես ուզում եմ կիսվել իմ որոշակի պատկերացումներով, չգիտեմ ինչքանով դա ավելի օգտակար կլինի կամ ինչքանով դրա հետ համաձայն կլինեք, որտեղ չգիտեմ առիթ կլինի այդ ամեն ինչով նաև կիսվելու։ Ես իհարկե դա նկատել եմ, որ այդ տենդենսը կա, բայց շատ կարևոր է, որ թվայնացումը գնային տրամաբանությամբ, որ ոչ թե մենք կոնկրետ ծառայություններ փորձենք բերենք թվային հարթակ, այլ ընդհանրապես պետությունը իր ինստիտուտներով պրոյեկտենք թվային դաշտում։ Հակառակ դեպքում, երբ որ ռեալ հողի վրա աշխարհը չի պրոյեկտված թվային դաշտում, քաղաքացու եւ ընդհանրապես օգտագործողի համար ոչ թե հավելյալ հեշտացնող գործիք է, այլ երկրորդային գործիք է, որ այսինքն երկու տեղ ինֆորմացիա լրացնելու, եւս մեկ ավել բան անելու եւ շատ կարեւոր է, որ թվայնացման գործընթացում ինստիտուտները իրենց բոլոր փոխհարաբերություններով այդ թվում իրար մեջ եւ քաղաքացիների հետ առնչվելուց պրոյեկտեն այնպես, ինչպես իրական աշխարհում է։ Այս դեպքում մենք ունենանք քաղաքացու հեշտացում։ Երկրորդ կարևոր հարցը, որ պետք է թվայնացման գործընթացում լինի կարմիր գիծ, այդ մարդու իրավունքների պաշտպանությունն է, որովհետև այս դաշտում մարդու անձնական ինֆորմացիան մի փոքր ավելի հասանելի է դառնում եւ մեր համար պետք է առանցքային լինի, որ նախ առաջին անձնական ինֆորմացիան որևիցե դեպքում չկրկնվի տարբեր բազաներում իզուր տեղը։
այդ մեկ մարդը ինքը ստիպված չլինի սեփական ինֆորմացիան հաղորդելու տարատեսակ բաներում, ինստիտուտներում, տարատեսակ ծառայությունների դեպքում, այսինքն մարդը մի անգամ ունի սեփական ինֆորմացիա տրամադրեց եւ էլ ինքը կարիքը չպետք է ունենա։ Եվ երրորդ ծառայություն մատուցողը պետք է հասանելիություն չունենա մարդու այն տվյալներին, որոնք իրան անհրաժեշտ չեն ծառայությունը մատուցելու համար։ Այս բանին մենք այդ չունենք եւ շատ հաճախ այն ինֆորմացիան, որը այդ ծառայությունը մատուցողին անհրաժեշտ չի, մատուցվում է։ Երրորդ ամենակարևոր բաներից մեկը, որ մարդու ինֆորմացիան մշակելու դեպքում ամեն ինչ պետք է արվի ապահանձնավորված։ Սրանք բաներ են, օրենքներ եւ կանոններ, որոնք իրական աշխարհում էլ պետք են, բայց չեն պահվում։ Եվ հուսով եմ, որ ինստիտուցիոնալ մոտեցման դեպքում թվայնացման գոնե այնտեղ այդ ամեն ինչը կպահվի։ Եվ երրորդ ամենակարևոր բանը, որ կուզեի թվայնացման եւ ընդհանրապես կիբերամտանգության հետ կապված ասեի, էլի մարդու իրավունքներին անդրադառնալով արհեստական բանականության վերած վտանգներն են, որին մենք շատ ուշադիր պետք է լինենք եւ այդ ամեն ինչը պետք է կառավարելի եւ կանոնակարգված լինի, ինչի, որովհետև արհեստական բանականությունը իր մեջ վտանգներ է պարունակում, ստերեոտիպերը եւ խտրականությունը բազմապատկելու։ Այսինքն արհեստական բանականությունը ինքը իր ծնունդով իր էությամբ խտրական չի, բայց քանի որ ինքը վերցնելու է այն ստատիստիկան, ինքը տրեյնարվելու այն միջավայրում, որտեղ կան ստերեոտիպեր եւ կան խտրականության բացահայտ դրսևորումներ, այդ ամեն ինչը պետք է կանոնակարգվի եւ չփորձվի, որ դա բազմապատվի, որ դա հանգեցնի նրան, որ մենք ունենանք նաեւ թվայնացված խտրականություն, թվայնացված սեքսիզմ, թվայնացված էյջիզմ եւ այլն։ Այսինքն իմ հիմնական խոսքեությունն է նա, որ թվայնացման տեխնոլոգիաների եւ ալգորիթմների մեջ հանկարծ չկորցնենք մարդու իրավունքները եւ հանկարծ չկորցնենք ինստիտուտների կարեւորությունը։ Շնորհակալ եմ։